Բարելույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ATV հեռարձակման հետաքրքիր նախագծի մասին ենք խոսելու։ Շուտով կավարտվի երազանքի բեմ համահայկական նախագիծը, որը լի էր փորձություններով, փորձառություններով, հուզմունքներով ու աննկարագրելի պահերով։ Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա համահայկական երազանքի բեմ նախագծի եզրափակիչ փուլը։ Այո, մոտենում է իր ավարտին արդեն երազանքի բեմը, բայց երազանքները երբեք չեն ավարտում եւ միշտ շարունակվելու են մասնակիցների համար։ Մեր հյուրերն են Արման Հայրյանը, Ալեն Գոքոյանը, Անգելինա Ղանդիլյանը եւ Իվանը Հովսեփյանը, ով արդեն հասցրել է մեզ մոտ հյուր լինել։ Անահիտ Կիրակոսյանը պիտի լիներ մեզ հյուր, բայց քանի որ մակիաժ չէր արել, չմտավ եթեր, բայց նա այնտեղից մեզ հետևում է։ Հիմա հասկանանք ոնց են մեր ընկերները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Շատ լավ, եկեք խոսենք երազանքի բեմից, որտեղ արդեն իսկ մոտենում է ավարտին։ Այս ընթացքը ձեզ համար ինչ էր։ Այս ժամանակահատվածում երազանքի բեմ նախագծի ժամանակահատվածում մենք բոլորովս, մենք երեքս ապրեցինք շատ էմոցիաներ, դրական էմոցիաներ, փորձություններ եւ շատ Ալեն Նախագծի ընթացքում ապրեցինք մի մեծ փորձառություն, շատ դրական էմոցիաներ, որ ոչ միտեղ չենք կարող այդ էմոցիաները հանդիպել։ Մի խոսքով ամեն ինչ հրաշալի է։ Իսկ դուք գեղեցկուի։ Մեզ տրված փորձության միջով կարծում եմ շատ պատվով դուրս եկանք։ Ահա։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք եզրափակիչ փուլից արդեն։ Երևի ես սկսեմ, հա։ Եզրափակչից ունենք շատ մեծ ակնկալիքներ։ Օրինակ, եթե խոսենք իմ մասին, ես ուրախ կլինեմ բոլորի համար, ով էլ հաղթի։ Եզրափակիչը լինելու է շատ հետաքրքիր, ձեզ նաև նոր տարվա ծրագիրը լի է անակնկալներով։ Դուք կտեսնեք մեզ երեխաներիս ժյուրիի կարգավիճակում։ Մեր Վանյան կլինի հաղորդավար։ Հետաքրքիր բաներ են սպասում։ Ваня, пожалуйста, вот микрофон тебе, да? У тебя есть уже вот такие вот пожелания ребятам, которые вот придут на финал? Да. Какие? Что ты желаешь им? Ну, здоровья, чтобы мечты сбывались. Молодец, Ваня. Хорошо. А кто больше нравится? Все. Все? Все хорошо поют? Да. Каждый уникально поет. Ունիկալնի պայոց, хорошо։ Երազանքները շատ են, հա։ Ունեք երազանքներ, որոնք նամակի մեջ գրառել եք ու պիտի տակ ձմեռ պապիկին, որ կատարվեն այս տարի։ Դե մենք երեքս էլ ունենք շատ երազանքներ եւ կցանկանայինք այդ երազանքներին պատասխանել երգով, քանի որ դե երազանքի բեմը Երազանքի բեմը տալիս է դրանությունը, մենք է երազանքի եթեր ենք։ Մենք ենք տալիս այդ հնարավորությունը գնացինք։ Ինչ ենք երգելու։ Yellow Heart-ի ձմեռ պապը։ Սկսենք։ Լավ։ Hey, ձմեռ պապ, գրել եմ քեզ մի մեծ նամակ, ուզում եմ այս տարի, ուրախը իմ նորմալ լինի, սեր ու բարություն մի քիչ, հոգատարություն մի քիչ, հանգստություն, շատ բան չեմ ուզում նոր տարի, երազանքները մեր հերթով կկատարի, նոր տարի, խաղաղությունը մեր շուտով կհասցնի։ Բրավո։ Շատ լավ է։ Իսկ լավ, սա իհարկե հասկացանք, բայց շոշափելի նվերներ կան, որոնք մտածել եք, որ ձմեռ պապիկը պիտի բերի ձեզ։ Օրինակ ես դեռ ոչ, ես դեռ իմ նամակն էլ չեմ գրել։ Չես գրել դեռ նամակը։ Բայց պատրաստվում ես։ Դու շատ զբաղված ես մարդ։ Ժյուրի էր մարդ։ Ժյուրի է մարդ։ Դուք տղերք։ Դե ես այս տարի, այսպես ասած, երազանքի բեմը իմ համար իմ երազանքներ։ Ես ուրիշ նվեր չեմ ուզում։ Իմ համար երազանքի բեմը արդեն նվեր էր, որ անցա նախագիծը, հասա ֆինալ, ու ծանոթացա այս լավ մարդկանց հետ, ընկերներիս հետ, ընկերներ են արդեն։ Ալեն։ Ինչպես Արմանը ասեց, երազանքի բեմը նույնպես ինձ համար մի մեծ նվեր էր, մի մեծ փորձառություն,
Իրականում ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր շատ սիրելի Անահիտ Կիրակոսյանին, նրա ստեղծած ջերմ ու ներշնչող միջավայրում ես կարողացա բացել իմ ներաշխարհը եւ հասնել մինչեւ եզրափակիչ, դա ինձ համար մի մեծ նվեր էր։ Чло երեխեքը։ Այո, Иван, ты что-то уже знаешь, что ты хочешь от Деда Мороза? Еще пока что нет. Серьезно? Ого, ты смотришь, Շատ երեխաները հավես- այսպես շոտ այսպես Իսկ սորեն գիտեք ինչքան մեծ նամակ է գրել Ես ձմեռ արդեն պապիկին։ հուլիսից եմ այդ նամակը գրել, հուսով եմ, որ կհասնի ձմեռ պապիկին եւ Այնքան կբերի։ երկար է ձմեռ պապը մինչև այսօր կարդում է։ Մինչև այսօր գլուխը կոտրում, որ որտեղից պիտի բեր այդ ամենը։ Լավ, իսկ հետաքրքիր է նշեցիք, որ ընկերությունը, որը ձեռք եք բերել, շատ կարևոր է, բացի ընկերությունից, այն փորձից, որը երազանքի բեմում կարողացաք կուտակել, մասնագիտական առումով, ինչ երգեր երգեցիք, որոնք նոր մարտահրավեր էին ձեզ համար։ Օրինակ հենց ես ինձ համար երազանքի բեմը մի նոր փուլ էր, քանի որ դրանից առաջ ես չէի մասնակցել այսպիսի նախագծերի, նաև երազանքի բեմը ինձ տվեց հայտնիություն, հեռուստատեսային հայտնիություն եւ երազանքի բեմի շնորհիվ ես երգել էի Նմքի տպա երգը, որի շնորհիվ ինձ, այսպես ասած, նկատեցին Ռուսաստանում Большая սցենա մրցույթի կազմակերպիչներ եւ հրավիրեցին այնտեղ մրցույթի եւ գնացի պատվավոր երկրորդ տեղը գրավեցի եւ Բրավո։ դա ինձ համար մեծ, այսպես ասած, փուլ էր իմ կարիերայում եւ շնորհակալ եմ երազանքի բեմին այս փուլի համար, որ թողեց ինձ հնարավորություն տվեց իմ կարիերան աճ գրանցեց իմ կարիերայում։ Ինչ երգեր երգեցիք։ Որոնք բարդ էին վոկալային Ու տպավորվեցին այս ընթացքում ձեզ համար։ Մինչև այդ ես երբեք հեռուստանախագծերի չեմ մասնակցել։ Սա ինձ տվեց մեծ փորձ աշխատելու տեսախցիկների հետ, մի բարձրախոսի հետ, նաև երազանքի բեմը մեզ դնում էր մեր կոմֆորտ զոնայից դուրս, այսինքն մենք երգում էինք երգեր, որոնք այդքան էլ մեր սրտով չէին կամ մեր դիապազոնին կամ ձայնային տվյալներին համապատասխան չէին։ Դրա համար եմ ասում, որ մենք պատվով հաղթահարել ենք այս փորձությունը ու այսքան ժամանակ երգել ենք շատ բարդ վոկալային առումով երգեր, կային նաև բեմադրություններն էր մի քիչ բարդ էր հիշելը, Բայց ամենը արել եք։ բայց արել ենք։ Բրավո։ Երազանքի բեմը իմ առաջին հեռուստատեսային նախագիծն էր, երբ մամաս ինձ ասեց, որ անցել եմ, շատ ուրախություն իմ մեջ տարածվեց, շատ ուրախացա։ Երգերի առումով շատ լինում է շատ բարդ, լինում է շատ հեշտ, նայած երգ, նայած բեմադրություն, օրինակ էստոնական երգը, որը ուներ շատ բարձր տոնայություններ, Վահան Տերյանի, Այո։ ես փորձեցի լավ ներկայանալ ու ասեմ ինձ մոտ ստացա այդ Մի կես տուն կարող ես երկու հոգն։ Դու չանցի գանգրեր տղային ես նման, նորմալ է որ Վահան Տերյան կարողացել ես լավ երգել։ երգեմ Երբ կօգնես, կգազազես աշխարից, դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից, ցաված սիրտս, միայն քեզնով է շնչել, չի կամենալ նա վերստին քեզ տանջել։ Շատ ապրես, շատ ապրես։ Շնորհակալ։ Вань, давай продолжаем с тобой. Съемки тяжелые были? Нет. Ну расскажи о процессе. Ну, с Инкер Анаидом было легко. Она очень добрая, и я быстро справлялся. Она добрая? Да. Реально добрая? А со мной она никогда не добрая, когда мы вместе ведем передачу. Да. Да. Кричит, ругает всех. Это потому, что у тебя борода есть.
Շատ լավ, եկեք հասկանանք։ Անահիտ Ծոցյան, ինչով էր ձեզ ջղայնացնում եթերների ընթացքում։ Անկեղծ ասեք, ինքը իմաց տեղ չի։ Չնայած տեղ ասեցի, որ ինքը պիտի մտներ եթեր, բայց քան որ մագիաժ չէր արել, չմտավ եթեր։ Ասեք։ Ինչով էր ջղայնացնում։ Հա, դե բոլոր հիմա կասեն շատ ամեն ինչ լավ, բայց բան կար որ ջղայնացնում էր ձեզ։ Ինչը։ Չէ, ընկեր Անահիտը մեզ ոչինչով չէր ջղայնացնում, մենք էինք նրան ջղայնացնում։ Ամեն ինչ լավ էր, նա միշտ մեր հետ բարի էր խոսում, հանգիստ էր խոսում, չգիտեմ ձեր հետ ինչի տենց խոսեց։ Չգիտեմ ձեր հետ ինչ է։ Մեր հետ նա միշտ բարի է, բոլորիս հետ միշտ սիրալի, Համբերատար։ Ձեր հետ երևի բացառություն եք դուք։ Չէ, իմիջիայլոց ասեմ, Անահիտի հետ միշտ է հեշտ աշխատել եւ բնականաբար շատ էսպես հոգատար ընկեր է։ Առաջին հերթին եւ հետո արդեն նաեւ հոգատար գործ ընկեր է։ Այնպես որ ձեզ մաղթում հաջողություններ։ Մենք գիտենք, որ դուք պրոյեկտից հետո նույնպես շարունակելու եք համագործակցությունը երազանքի բեմի հետ եւ արդեն ձեզ որպես արտիստներ կտեսնենք համերգային շրջանով եւ շրջագայություններով։ Այնպես որ ձեզ մաղթենք Այո, հաջողություններ։ դեկտեմբերի 27-ին մաղթում ենք մեծ հաջողություններ եւ քանի որ արժեվում ամանորը, ինչ կմաղթեք աշխարհի բոլոր փոքրիկներին։ Աշխարհի բոլոր փոքրիկներին կմաղթենք առողջություն, երջանկություն եւ կապույտ խաղաղ երկինք։ Բրավո։ Դուք Նույնը խաղաղություն, կապույտ երկինք, երբեք պատերազմների ականատես չլինեն։ Հաջողություն, առողջություն, սկսնակներին էլ խորտ կտամ չուսատվեն, ոչ մի վատ բաներից, թող միշտ հաղթեն։ հաղթեն։ Ваня, твои пожелания на Новый год. Всем телезрителям. Чтобы у них было здоровье, они долго жили. Բրավո։ И счастье было. Счастье было, այո։ Եվ ուզում ենք ձեզ նվիրել արև բացիկները, որոնք այս ամանորին, երբ որ արդեն նվերներ կպատրաստեք սիրելիների համար, այս бацիկները կարող եք ձեր кողմից նաև набирել։ Այստեղ Թաթա Սիմոնյանի երգերից են բառերը, ամանորյա շնորհավորանքներ ձեզ։ Ваня, тебе тоже вот открытка. И еще один хочу дать тебе. Это на русском, да? Здесь написано «Мой сын». Это дашь папе, не прочитай, да? Папа тебе на Новый год, когда купит подарок, это тоже тебе даст. Хорошо? Но сейчас не читай там, что есть. Շնորհակալություն ձեզ ու հաջողություններ, հաղթանակներ միշտ անկախ նրանից ինչպես կավարտվի եզրափակիչ փուլը, հիշեք, որ դուք արդեն իսկ հաղթանակած եք, որովհետև կա պրոյեկտ, որը տվեց ձեզ հնարավորություն ոչ միայն այս ամենը ներկայացնելու, նաև հետո շարունակելու այս ճանապարհը։ Շնորհակալություն ձեզ։ Վանյու դաչի։ Վանյա, увидимся։ Դե ինչ կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։